Շատ շատերի կարծիքով դու հաղթողն էիր։ Տխրեցիր այս թեմայով խոսելիս, շատ է ցավացել։ Մաման զանգում է, ասում է Կատրին, կոմենտները կարդացել ես։ Սխալ մարդկանց ես վստահ։ Այդ մասնակիցը երբ է լքել։ Կուզեք անունն էլ աս։ Սոնան որ ջղայնանում է ինչ է լինում։ Ձեր սարջուրս նստեցնի։ It must have been love, but it's over now։ Կատրին հələ սովորացրու ոնց են անում։ Սենց։ Դե արի այսպես բացենք միասին։ Չեմ ասի ով է մեր տաղավարում հյուր, բայց կլինեն նշաններ։ Չգիտեմ ինձ մոտ ստացվեց թե չէ, բայց Կատրինի մոտ բնականաբար հիասքանչ ստացվում է։ Ողջույն ու շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուզում եմ շատ երգենք ու շատ ուրախ դրվագներ հիշենք քո ստեղծագործական եւ ոչ միայն կյանքից։ Ուրեմն 963 ռոբոտիկն է։ Ահա։ Արհեստական բանականությամբ է օժտված եւ մեզ տալու է հարցեր։ Պատրաստ ես։ Այո։ ChatGPT-ի հետ շատ է շփվում։ Այո, բայց հարցերով չէ։ Բա ինչ ես խոսում։ Անձնական հարցերով ավելի շատ։ Հա, անձնական հարցեր ես գրում։ Դե հա։ Հոգեբանական։ Չէ։ Բա Սենք այս պահին ինչ անեմ։ Օրինակ երկընտրանքի առաջ եմ, չգիտեմ ինչ անեմ, ավելի լավ է ինքը իմ տեղ ասի ես ինչ անեմ։ գցում ես իր վրա որոշում։ Բայց օգնում է։ Չէ, մեկը ես ինձն եմ անում։ Լավ, արի լսենք առաջին հարցը ու գնանք։ Որն է ամանորյա ամենաշատ լսված երգը եւ որքան է սպառվել այն Spotify-ում։ Որը կլինի ամենաշատ լսվածը ըստ քեզ։ Mariah Carey Christmas song-ը երևի։ All I want for Christmas is Կարող երկես։ Այդ պահը հաստատ չեմ անի։ Այն բարձր նոտան։ Այդ պահը հաստատ չեմ անի։ Բայց Որքան լսած կլինեն Spotify-ում։ Հա, իդեպ մի քանի միլիարդից եւ քեզ եւ մեզ դիտողներին բոլորին հիշեցնեմ, որ այսօր տոնական եթերը մեզ մոտ ու դրա համար մեր ռոբոտիկը պատրաստել է հենց տոնական հարցեր։ Դե լավ, մի քանի միլիոն ճիշտ ես ասում, ինձ թվում է, արի 16 միլիարդ։ երևի էլի։ 200 միլիոն իմ կարծիքով։ Լավ, եկեք լսենք ճիշտ պատասխանը, շատ հեռու թվեր են գրել։ Ինձ թվում է միլիարդ կլինի։ Հա։ 16-ը շատ եմ գրել, բայց միլիարդ կլինի ինձ թվում է։ Դե Այդ երգը Mariah Carey All I Want for Christmas is You երգն է։ Այն Spotify-ում լսել են առնվազն 2 միլիարդ անգամ։ Ամորյա։ տոնական խաղը մեկնարկում է իմ միավորով, բայց այսօրվա երաժշտական հյուրը դու ես, արի սկսենք նրանից, որ Superstar-ը քեզ հայտնիություն բերեց, Superstar 6-ը։ Բայց դրանից առաջ ինձ թվում է շատ շատերը քեզ կհիշեն I Like It հեռուստանախագծից, որտեղ դու 12 տարեկան էիր։ Կարծում եմ ամեն դեպքում սկզբնական հայտնիությունը բերել է հենց I Like It-ը։ Միրան Ծառուկյանը, Նիկը Եգիպյան, նաև Սոնան Ռուբինյան, երբ քեզ դեռ մեջքով էին դսում, շրջված հիացած էին, իսկ հետո հոտնկայս քեզ ծափահարեցին։ Իսկ Սոնան ուղղակի ցնցված էր, ասաց, որ երբեք չի պատկերացրել, որ 12 տարեկան աղջիկը կարող է նման ձայն ունենալ եւ այդպիսի կատարողական։ Ինչ տվեց քեզ Սոնա Ռուբինյանի հետ աշխատանքը եւ արդյոք դա օգնեց քեզ հետո արդեն Superstar-ում։ Այո, բոլոր հարցերի պատասխանը այո։ Շատ բան տվեց ինձ I Like It-ը, շատ, քանի որ ես չգիտեմ, կարծում եմ մինչև հիմա ես ունեմ տենց ձայնային դիապազոնից ինչ որ վախ, չգիտեմ ոնց բացատրեմ, բայց կարծում եմ երկող մարդիկ ինձ կհասկանան, ինչ որ բարձր նոտա վերցնելուց առաջ անպայման ինչ որ sense դող է տալիս, հետոնոր վերցնում եմ այդ նոտան, իսկ այնտեղ ես ավելի շատ բացեցի այդ, երբ որ պիտի երգեի շնորհակալ եմ Անուշիկ Ալավերդյանի I Like It-ում 12 տարեկանում։ Սոնա Ռուբենյանը դրեց այդ մելիզմատիկայի այդ գիծը վերջնական ու սենց վախ էր մոտս, որովհետև այդ ինքն է երգում, այդ իր ձենով շատ բարձր է, շատ ինչ որ սենց մեծ է ու իմ տարիքի համար ես վախենում էի, լավ ջղայնացավ իմ վրա, շատ ջղայնացավ։ Դրանից հետո այն երգերը, որոնք որ ես երգում էի, առանց վախ էի անում, որովհետև մտածում էի, բայց այն վերցրածս նոտան ավելի բարձր էր, քան Ցիմիկմանը։ Նենց որ Superstar-ում արդեն արտիստիզմի որ ջղայնանում է ինչ է լինում։ Սոնան ես ընտրել եմ, որովհետև ինքն իմ ամենասիրած երգչուհին է եղել։ Ու երբ որ քո սիրած երգչուհին ջղայնանում է քո վրա, որովհետև ինքը քո մեծ պոտենցիալ է տեսնում, այդ արդեն սենց սթափեցնող ինչ որ բան, ոնց որ սարջուրը սենց դեսնեմ վրա։ Ու հետագայում արդեն այդ տվեց ինձ ինչ որ արտիստիզմի ինչ որ բան էր, ու Superstar որ գնացի, բեմում շատ ազատ էի։ Ինձ Superstar բեմում լինելու առումով չի կոփել։ Իսկ ինչով է կոփել։ Ավելի շատ մարդկային հատկություններով ու այդ վստահելու բանով։ Այդտենց
Այլ չեմ վստահի։ Չես վստահել այնտեղ։ Վստահել եմ, այլ չեմ վստահի։ Սխալ մարդկանց ես Հա։ վստահել։ Այդ ինտերվյուի ժամանակ եմ ասել կարծում։ Ինչ որ մասնակիցների հետ է կապված հիասթափությունդ, թե ժյուրիի անդամների։ Չէ, առհասարակ ինքը շատ բան սովորացրեց, այսինքն ոչ միայն սուպերստարում, այլ նաև կյանքից դուրս։ Մեր պրոդյուսերը կարեր գար ու սկսեր մեր հետ ինչ-որ sense մարդկային արժեքներից սկսեր խոսալ, այդ էլ է շատ մեծ բան։ Մինասը երբ մեր տաղավարում էր, ասում էր, որ կոնֆլիկտներ են եղել, Բնականաբար։ երբեմն շատ սուր հարցեր են եղել, որոնք այո մենք էկրաններից այս կողմ չենք տեսել։ Քեզ հետ պատահել են այդ կոնֆլիկտները։ Իմ հետ սուր կոնֆլիկտներ չեն տեղի ունեցել, որովհետև չգիտեմ, չեն տեղի ունեցել ուղղակի, բայց բնականաբար կոնֆլիկտներ լինում են, որովհետև այս մրցույթը յուրաքանչյուրը գալիս է այն հաղթանակի համար։ Ու այդ արդեն վсё, դուք ընկերներ եք, բայց բեմ եք բարձանում, դուք ոնց որ արդեն այդքան էլ ընկերներ չեք։ Sense բնականաբար դու ուրախանում ես, երբ որ այդ մարդը անցնում է, որտեվ դուք իրար շատ մոտիկ եք իրար հետ, բայց ամեն դեպքում այդ արդեն մրցույթ է։ Ու այդ մեզ անդադ հիշեցնում էին։ Մինչև հիմա ես շատ ուժեղ կապ ունեմ Էդի հետ։ Ու շատ մեծ հույս ունեմ, որ այդ կապը մինչև վերջ կշարունակվի։ Բայց մի տեսակ տխրեցիր այս թեմայով խոսելիս շատ է ցավացել այդ հիասթափությունը մեծ է եղել, երբ որ վստահել ես մարդկանց։ Ինչ ա եղել։ Բնականաբար շատ է ցավացել, որովհետև պատմելի Քեբանի սենյակում ենք։ Բնականաբար շատ է ցավացել, որովհետև մանավանդ այդ շրջանում, երբ որ դու ինքդ հոգեբանական մեծ սթրեսի մեջ ես, որ ամեն ինչ պիտի լավ անես, որովհետև միլիոնավոր մարդիկ են քեզ հետևում, բայց միևնույն ժամանակ դու փորձում ես լավ ընկեր լինես յուրաքանչյուրի համար, ու մարդիկ քեզ վերաբերվում են որպես ֆակտոր, որը պիտի լինի իր կյանքում։ Արդեն ոչ թե իրանք են քեզ ընկել, այլ միակողմանի ընկերություն ա գնում ստեղ։ Այդ ֆակտորը ցավացնում էր։ Այդ մրցույթը ավելի դժվար էր տանում։ Այդ մասնակիցը երբ է լքել։ Կուզեք անունն էլ Ասա էլի։ Չէ, ոնց բան չի։ Տղայր թե աղջիկ։ Չի ասում է։ Լավ, Կատրին, իսկ ժյուրիի անդամներից միշտ Անդրեն ասում էր, որ դու իր լայն ժպտալու առիթն ես։ Սոնան ասում էր, որ կրակ կա քո մեջ։ Մուստանգ։ Ասում էր ոնց որ մուստանգ լինես։ Այնտեղ դե չասեմ, Սյուզանը անդադ իմ աղջիկ, շնորհակալ եմ քեզ այդպես մաներ գալիս։ Գլումովն էլ մինչև այսօր ինձ թվում է քո արմատներում փնտրում է սևամորթ երկչուհու։ Չգտաք իդեպ։ Չէ, երևի չէ, չեմ կարծում։ Արի հիմա մենք փորձենք քո ձայնալարերը տաքացնել եւ նաեւ ստուգենք, թե այդ ինչ սևամորթ երկչուհու էին փնտրում, ու դրանից հետո կշարունակենք արդեն խոսել սուպերստարից։ Հիմա ուրեմն ես քեզ փորձության պիտի ենթարկեմ։ Գնացինք։ Ամանորյա հայկական երգ ես երգում, որի տակ խմած հավեսով կպարեինք։ Հին տարին անցավ գնաց մի օրվա պես, նորից նոր, տարին նորից ուրախ հանդես, ձմեր պապ, ձյունանուշիկն ու նորից ես, շնորհավորում ենք, շատ ենք սիրում ձեզ, շնորհավորում, շատ ենք սիրում ձեզ, ուրա։ Կատրին, այս ոճում, այս ժանրում Սևամորթ երկչույի չէի տեսել, որ Տատա Սիմոնյանի կարող ես մի քիչ իմպրովիզներ անել։ Այդ ինչ է։ Շնորհավոր։ Չի կարող։ Ամենասիրելի երգը, որ կատարել է Սուպերստարում։ Ոայ, մի քանիսն են ճիշտն ասած։ Ընտրի հերթով կերգենք։ Երևի ամենասիրածս ելույթը եղել է Մալադեն։ Ճիշտ է, ֆրանսերեն այնտեղ շատ հայրիկն անիծեցի, բայց մեկը ֆրանսերեն այդ երգը շատ է կպել սրտիս։ Սերն անցավը երգեմ, Մալադեն։ Այո, որը ուզում ես, բայց բարձր հնչեղ ձայնով, այնպես ինչպես մենք սովոր ենք լսել Կատրինին։ Malade, complètement malade, comme quand ma mère sortait le soir et qu'elle m'a laissé seule avec mon désespoir. Je suis malade, parfaitement malade, comme quand ma mère sortait le soir et qu'elle m'a laissé seule avec. Et ce cœur complètement malade, surné de barricader ton temps. Այս Կատրիներ, այս վերջապես։ Կուկուրտիս
Իմանայի մի հատ վիտամին C կխմեի նոր կգա։ Լավ, Կատրինին դաթարներով կերկացնենք, որպեսզի ձայնից չկտրվի հաջորդ խաղի ընթացքում էլ, հաջորդ փուլում։ Լսենք հաջորդ հարցը։ Եկեք։ Գնացինք ուշադիր։ Քանի ժամ է տևում աշխարհում ամենաերկար ամանորյա հրավառությունը։ Սիդնեի հրավառությունն է երևի։ Ես էս այլի մի հատ թիվ կկրակեմ։ 6 ժամ, Կատրին։ Դե եսի։ Լավ, 2 ժամ իմ կարծիքով։ Եկեք լսենք ճիշտ պատասխանը։ Աբու Դաբի 2025 թվականի New Year's Eve հրավառությունն արձանագրվել է մոտ 53-ից 55 րոպե տևողությամբ։ Ես էս 53 ժամ ռարդ նախտանքի տո։ 1 ժամ մոտավորապես։ 1 ժամ Ես ավելի մոտ էի, 2-0 է դառնում հաշիվը։ Հիմա կարող ես բալանսի բերել խաղը եւ երգել Superstar-ի քո մյուս ամենասիրած երգը։ Եկեք դուք ասեք, որն եք սիրում Superstar-ից իմ։ Ես քո բոլոր կատարումները հավանել եմ։ Արի մի Հախվերդյան կարող ես Ձեր գնչուհին բախտս կարդաց իմ հայացքի մեջ մոխրացած նա կիսաձայն ինչ շշնջաց որ ես ճամփորդ եմ ուշացած որ իմ գնացքն արդեն մեկնել է ես ուշացել եմ նրանից նա որ իմ սիրտը գողացել է արդեն հեռու է ինձանից որ ընկերներս հեռացել են Սիրելիներս էլ չկան, նույնիսկ մոտիկ բարեկամներս, հոգեացիս հազիվ թե գան։ Ես շատ եմ սիրում այս երգը, դու էլ շատ լավ ես կատարել եւ կատարում։ Կատրին, շատերի կարծիքով հեռուստադիտողների եւ հայ սուպերստարին հետևողների դու հաղթողն էիր։ Կարդացել ես այդ մեկնաբանությունները եւ ինչ ունես ասելու այդ մարդկանց եւ արդյոք անարդարության զգացում չունեցար երբ դուրս մնացիր։ Անարդարությունը մի քիչ սուբյեկտիվ բան է, հենց որ չեմ կարող ասեմ ոչ մի բան, ինչը վերաբերում է մեկնաբանություններին, այդ ոնց եղավ։ Ես ասել էի չեմ կարդալու ոչ մի մեկնաբանություն, ես գիտեի, որ մարդիկ ահագին բանակ եմ ձեռք բերել մեջքիս հետևում այդ ընթացքում ու անգին են այդ էմոցիաներն ուղակի։ Զանգում է ուրեմն մամաս, արդեն եթերը տվել են հաջորդ օրը։ Մաման զանգում է, ասում է Կատրին, կոմենտները կարդացել ես։ Ասում եմ, ի՞նչ ա եղել, չէ, չեմ կարդացել։ Ասում եմ, մի հատ մտի YouTube, հետո մտի Instagram, հետո մի հատ կարդա կոմենտները ու զանգի ինձ։ Ես որ մտնում եմ Instagram, YouTube, ունդեղ հետ բերեք Կատրինին, այս sense մի հատ շարք է, ասում եմ, ես ինչ է կատարվում։ Ու մարդիկ են, որ գրում են, այն որ sense անասելի էմոցիաներ էին այդ դրանք։ Ես հասկացա, թե իրոք մալադեց Կատրին, որտեվ ես գիտեի, որ հա մարդիկ ինձ սիրել են, բնականաբար այդ կոմենտները ամեն դեպքում դու կարդում ես, ամեն դեպքում մարդիկ քեզ գրում են, լավ բաներ են մենակ ասում ու այդ ամեն ինչը sense մի անգամից է գալիս, այսինքն այն մարդիկ, որ քեզ չէին գրել, արդեն գրում են։ Ու sense մի հատ մեծ պատոկ էր, արդեն sense ես հասկացա, որ ապրես Կատրին ջան։ Իսկ դու անձամբ ինչ ես կարծում, ինչու դու դուրս մնացիր նախագծից։ Դե ամեն դեպքում քվեարկություն են ասում, քվեարկել երևի, չեն քվեարկել։ Վերջ։ Ինչ զգացողություն ունեիր։ Ես դուրս եմ մնացել այն ժամանակ, երբ որ ես ուզում էի դուրս մնալ։ Ինչու։ Ուզում էի դուրս մնալ։ Ու Ինչ եկել է ինտրիգները բանեցնում այստեղ եւ չի ասում ինչ կա թաքնված դրանց տակ։ Չէ, ես դուրս եմ մնացել այն իրոք այն ժամանակահատվածում, երբ որ ես ուզում էի ու հաշվեք ինտուիցիա, ես գիտեի, որ ես եմ դուրս մնալու։ Այնպես որ ինչու մնացողները քեզնից ավելի լավ էին երգում։ Չէ, արդյոք դա չի։ Մեր պրոդյուսերը անդադ ասում էր, որ հնգյակն է կարևոր, հնգյակը որ մնում է հնգյակն է կարևոր, ոչ եռյակը, ոչ հաղթողը, բնականաբար հաղթողը կարևոր է, բայց ամեն դեպքում ինքը հնգյակն էր կարևորում։ Ամեն դեպքում ես ինձ պարտված չեմ զգում։ Ես հաղթանակած եմ դուրս եկել, որովհետև վերջին անգամ Այլայքիտին եմ մասնակցել մի 5-6 տարի առաջ ու մասնակցում եմ ստեղ մի անգամից ֆինալ, մի անգամից հնգյակ, լավագույն հնգյակ ու դա ինձ համար արդեն հաղթանակ է։ Պլյուս տեսնելով այդ ամեն ինչ այդ մարդկանց սերն ու վստահությունը քո գործին, որ դու հետագայում պետք է անես, այդ արդեն բերում է նրան, որ դու հաղթած ես։ Հետագայի պլաններով տեղափոխվում ենք երրորդ փուլ, լսում ենք հարցը, հետո քննարկենք։ Հետագա պլանները։ Ինչ բարձրություն է ունեցել ամենամեծ ամանորյա տոնածառն աշխարհում։ Ոայ մամա։ Ամանորյա ամենաբարձր տոնածառը, արի խելքի տանք գրենք մի թիվ։ Ըստ քեզ ինչքան կլինի։ Դու ասա, ես ավելացնեմ կամ պակասեցի։ Եկեք ես թիվ չասեմ էլի։ Ես ուշեմ դու գրես։ 50 մետր է եղել իմ կարծիքով ամանորյա ամենաբարձր տոնածառը, իսկ Կատրինը 61 գրեց։ Երկար մտածելուց հետո։ Հուսով եմ, որ կստանա միավոր, լսենք։
2009 թվականին Բրազիլիայի տոնածառը դարձել է Գինեսի ռեկորդակիր։ Այն ուներ 128 մետր բարձրություն։ Այս անգամ ես էի 128 մետր։ Եվ այո, դու առաջ ես անցնում այս փուլում 128։ Պոդքասթ մեզ ինչ բարձր կլինի։ Абսուրդ։ Ոչ գնայի։ Քո ամենաբարձր նպատակը եւ երազանքը ո՞րն է։ Վայ։ Приют для животных, չգիտեմ այդ հայերենից։ Գիտեմ, այո, Ապաստարան։ գիշերակաց կամ ապաստարան։ Ապաստարան կենդանի։ Ապաստարան կենդանիների համար։ Արի մի քիչ խոսենք մանկությունից եւ ո՞րն է եղել։ Եկե։ Մենք բոլորս սանրով կամ լաքով հայելու առաջ ենք երգում։ Դու ինչ էիր անում։ Ճիշտն ասած, ես տենց մի քանի անգամ երգել եմ, ինձ մի անգամից տվեցին երգի դպրոց։ Արևներ էր, թե արևիկներ էր։ Արևիկ, Արևիկ կարծում եմ։ արևիկում երգել ես։ Հա։ Մի անգամից տաղանդդ հասկացան եւ Հա, իրականում։ Մի անգամ երգում էի, կարծեմ Ռուբեն Հախվերդյանի Զատիկն էի երգում։ Ու papan պտտվեց, ասեց Կատրին, կուզես երգի գնաս։ Ասի հա։ Դից մի քանի օր հետո տարան արևիկներ։ Ոնց որ տենց էր եղել։ այդպես էլ պիտի լիներ։ Մենք քեզ օրինակ որպես երգչուհի շատ մեծ բեմերում ենք պատկերացնում, իսկ դու Ես էլ, բայց երգչուհու հետ մեկտեղ ամեն դեպքում կյանքը չգիտես ինչ կարա լինի, ձայնը տեսօր կա, վաղը չկա, հնարավոր է։ Ամեն դեպքում երկրորդ տարբերակ պիտի ունենաս։ Երևի հոգեբան կամ փաստաբան։ ըհը Տենց մի բան։ առաջնորդությունը թողեցիր, Չէ, այդ օգնում է։ Շատ է իրոք օգնում։ իսկ որտեղ ես ուզում ուսանել համալսարանում։ Հա։ Բայց կարծում եմ երկրից դուրս համասարանում։ Իսկ զուգահեռ երգի գիծը ո՞նց է ստանելու։ Դες անընդհատ քեզ տանում եմ երգի ուղղությամբ, դու անընդհատ շեղվում ես այդ ճանապարհից։ Դե երկը սենց թենենց լինելու է կլինի։ Կրթություն, որևէ նոր մրցույթի մասնակցություն, ռեալիզացումը քո տաղանդի որտեղ ենք տեսնելու։ Իմ երազանքներից մեկն է, երևի մեծ երազանքներից մեկն է Հայաստանի Եվրոտեսիլում ներկայացնելը, բայց չգիտեմ ինչքանով է դա ռեալ։ Մանկականը բաց ես թողել, հիմա արդեն պիտի մեծերի Եվրոտեսիլին մասնակցես։ Այո, ինչ մնացած մրցույթներին մասնակցության մասին է, մտածում եմ այդ ուղղությամբ, անկեղծ չեմ ուզում, որովհետև ես բազմիցս ասել եմ, որ այս մրցույթին էլ ես չեմ ուզեցել Այո, մասնակցել։ մայրիկի հորդորով, Այո, չէ, եւ այո։ մեծ ցանկությամբ։ Ու Բայց մայրիկը տեսնես չի ինչ իմացել։ ճիշտ արեց մայրիկը։ Հա, հա, իհարկե։ Հետո շնորհակալություն հայտնել ես։ Մամային։ Հա, մաման էլ ինձ։ Հա։ Շատ, որովհետև ես ամեն դեպքում կարայի չգայի։ Ես մամային չեմ ասել, որ ես մասնակցելու եմ մրցույթ։ Ես եկել եմ առաջին փուլը անցել եմ, նոր եմ գնացել, ասել իրան։ Ու այդ մամայի այդ ուրախությունը, որ սենց ինքդ համարյա լացում էր արդեն այդ վիճակներ, որ ասեցի լավ ճիշտ է, ման ինչ այլը։ Կատրին, իսկ ինչու I like it-ից հետո շատ երկար չերևացիր էկրաններին եւ չգիտեմ, հեղինակային երգեր, ես գիտեմ, որ դրանք շատ մեծ ֆինանսներ են ենթադրում։ Վերջ։ Վերջ։ Շանթը հնարավորություն տվեց եզրափակիչ անցածներին ինչ որ երգեր թողարկելու, չէ՞, տեսահոլովակներ ձեզ համար չկար այդ հնարավորությունը։ Դա այդքան էլ շանթի հնարավորությունը չի, բայց երևի թողարկումից կլինի 1 ամիս, ինչ ես պատասխանի եմ սպասում պրոդյուսերից, երգս թողարկելու համար։ Ինչ երգ է հեղինակային։ Չէ, նվիրել են։ Ով է նվիրել։ Եթե գաղտնիք չէ, ոչ թե մարդու անուն ազգանունը հետաքրքիր, այլ թե ինչպես է եղել process, օրինակ քեզ էկրանից այն կողմ տեսել են, հավանել են ու որոշել են երգ նվիրել։ Ինչպես եղել էր Մինասի հետ կարծեմ, չէ։ Ընտիր, ինչպիսի երգ է։ Ավելի շատ հոգեկան, ինչ որ sense էմոցիոնալ, ինչ որ վատ վիճակի մասին է։ Մարդուն, որ չես կարողանում մոռանալ, բան։ Շատ Սիրային։ Հա։ Պատրաստ ես դու այդ երգի տակից դուրս գալ։ Այո։ Այո։ Բնականաբար։ Բայց դա դեռ հարցականի տակ է երգը։ Դե լավ, արագացրեք, թողարկեք, որովհետև մենք իրոք ուզում ենք վայելել քո Ես էլ կուզենամ, բայց դա արդեն ինձնից եկող ֆակտոր չի։ Լսում ենք հաջորդ հարցը։ Որքան է արժեցել աշխարհի ամենաթանկարժեք տոնական խաղալիքը։ Թանկարժեք տնական խաղալիք, ոսկուց եւ ադամանդից Կարծում եմ։ Ինչ կուզեիր ստանալ թանկարժեք նվերներից։ Չգիտեմ։ Լավ երգ։ Հումորային տենց բան չէ։ Լավ երգ։ Լավ տեսահոլովակ։ Տուն։ Թանկարժեք բան չեմ ուզում, տուն։ Տուն։ Լավ, իսկ ո՞րն է եղել քո մանկության ամենասիրելի նվերը։ Ձմեռ պապիկից օրինակ։ Ոյ, ձմեռ պապան է նվիրել Շունիկիս։ Պեպին։ Պեպին։ Ոնց էլ հիշում եք։ Բա, հիշում եմ, շունիկների հետ կապված ամեն ինչ հիշում եմ։ Հա, ուտեմի սիրուն։ Գրում ենք ամենաթանկարժեք խաղալիքի գինը։ Իսկ դու մայլի թիվ եմ կրակել։ Օ, 50,000 ամերիկյան դոլար նկատի ունեմ ես այս թիվը գրելով, իսկ Կատրինը 1 միլիոնի ինչ է Կատրին։
Դոլար, դրամ, եվրո։ Դոլար։ Դե կլինի էլի, մարդ են ամեն դեպ։ Լավ, լսենք ճիշտ պատասխանը։ Լեգոյի տոնական հավաքածուն ոսկեպատ Lego. եւ ադամանդներով արժեցել է $100,000։ $100,000։ Տեսնում ես։ Абսուրդ։ Չնայած եթե տոնածառը 128 մետր պիտի լինի, դա այդքան էլ կլինի։ Այսպիսի թվեր են պատտվում աշխարհում։ Իսկ մենք հրճվում էինք մեր կուլոկների համար։ Հիշում ես այդ կուլոկները։ Մեջը մանդարիներ։ Չեք հիշում եք դուք այդ կուլոկներ։ Սիրելի դիտողներ, գրեք, ովքեր են հիշում։ Ես ինձ արդեն շատ մեծ եմ զգում, որովհետև ես իսկապես մեր տոնածառի տակ միշտ կուլոկներ էին դրված։ Կարմիր, սիրուն, այսպես բանտիկով փակած, չէ՞։ Մեջը մանդարիներ ու չարազ։ Չէ։ Մաքսիմում մի հատ էլ փուչիկ։ Կներենք։ Չեմ հիշում։ Կոմկողը շատ փոքր եմ եղել տեսել եմ։ Չեմ հիշում։ Կատրին, դու նաև ճամփորդում ես հենց առաջնորդական ծրագրերով։ Օգնում է այդ հմտությունները քեզ կյանքում կամ օրինակ սուպերստարում, արդյոք քեզ օգնեց։ Հա, շատ։ Ինչպես է արտահայտվում դա։ Դե հենց առաջին հերթին այդ խոսքի վստահությունը քեզ արդեն մեծ բան է տալիս, որ կանգնում ես նստում ես կամերայի դիմաց, այլ չես կմկմում ինչ որ առումով։ Եթե կարծում եմ, եթե դրանով չզբաղվեի, մի քիչ դժվար կլիներ, հա, առանց այդ էլ լարվող ինչ որ ֆակտորներ շատ կլինեին իմ համար։ Իսկ դրանից հետո սենց ինչ որ ավելի շատ վստահություն է գալիս, պլյուս մարդկանց լսելու ունակությունը մի քիչ ավելի ուրիշ է դառնում։ Իրոք շնորհակալ եմ, որ սենց հնարավորություն եղել է։ Ես չգիտեի, որ սենց բան կա։ Իսկ ժյուրիի անդամներից ում հետ ես ավելի մտերիմ եւ ով է քեզ ավելի շատ բան սովորեցրել։ Ում ես կարողացել լսել, ընկալել ու վերցնել փորձը։ Իրենցից յուրաքանչյուրը իմ կյանքի ինչու ոչ կարիերայի վրա հետք թողել է։ Յուրաքանչյուրը։ Իսկ մտերմությունը մի քիչ շատ լայն է ասված, ուռճացված է, բայց ամեն դեպքում Սյուզաննայի հետ կապ կա, եթե կարելի է այդպես ասել։ Ոգեկոչում է, մոտիվացնում է, ինչ կապ է ձեր մեջ։ Հա, դեռ սուպերստարում շատ էր ոգեկոչում եւ մոտիվացնում, շատ։ Գեղեցկուհին, որ պիտի երգեի, իմ տարիքն այնց տարիքա, որ ես չգիտեմ այդ երգի, ես չեմ վերապրել այն ամեն ինչ երգում, այ երգի մեջ։ Հոգեկան հուզախառն անպատասխան մնացած սիրո մասին երգ եմ ուզում թողարկել, ասում էի Կատրին ջան, պատրաստ ես, այո։ Հիմա գեղեցիկ արդեն ունեմ։ Արդեն այդ երգից հետո արդեն ունեմ։ Երգը որ պիտի երգեի, դա մի քիչ նենց թեմաներ, որ իմ տարիքում ես չեմ կարող, չգիտեմ այդ ինչ։ Այդ ինչ բաներ է, բայց ամեն դեպքում շատ մեծ երկար խոսակցություն ենք ունեցել, որ ընթացքում ինչ շատ է ինքը սենց բրթել դեպի այդ երգը, որ ես հնարավորինս զգայի երգը, դրել եմ վերջում ֆիլմն եմ նայել իր խոսքերից ոգեշնչված, դրել եմ ֆիլմը նայել եմ, հաջորդ օրը բարձրացել եմ բեմ, որ այդ էմոցիաների տակ երգեմ։ Եվ ինքը շատ գոհեր ու ասաց, որ մեկ օրվա ընթացքում հասունացել ես իսկապես այնքան, որ երգը զգալով կատարեցիր։ Որովհետև փորձերի ժամանակ էլ ես չգիտեի, ես ինչ պիտի անեմ, ինչ էմոցիա պիտի տամ բեմում, ինչ ձեռքի շարժումներ եւ այլն։ Հիմա գիտես ինչ էմոցիա պետք է տալ։ Դե արդեն հա։ Դե դուր այդ էմոցիան։ Այդ երգով։ Այո։ Lay and whisper on my pillow, leave the winter on the ground, but in and outside I turn to water like a teardrop in your palm, and it's a hard winter's day I dream away. It must have been love, but it's over now. It was all that I wanted, now I'm living without. It must have been love, but it's over now. From the moment we touched till the time had run out. Վստահ եմ բոլոր դիտողները ծափահարում են հիմա քեզ։ Շնորհակալ եմ։ 3-1 հաշվով։ Լսում ենք վերջին հարցը։ Ծնողների քանի տոկոսն է երեխային նվիրում ընտանի կենդանի։ Տեսնում ես քիչ առաջ շունիկներից էինք խոսում, փաստորեն քեզ ամանորյա նվեր են արել ծնողներդ շունիկին։ Իրականում այդքան էլ ամանորյա չէր, բայց ամեն ամանորյա երազանքս ու նպատակը հենց դա էր։ Որ ունենաս շունիկ։ Այո։ Ստացել եմ երևի սեպտեմբերին, բայց դե հաշվում եմ ամանորյա, որտեվ իրոք
ինչ սովորել եմ գրել ձմեռ պապիկին նամակ, ամեն նամակից մեջ շունիկ կամ կատու էր, շունիկ կատու։ Եվ ի վերջո Ձմեռ պապան նվիրեց։ Ձմեռ պապան։ Իսկ իրենք կողմեին, որ ընտանի կենթանի պահեք, թե զոհողության են գնացել հանուն քեզ։ Պեպին մեզ նվիրել են։ Միկին էր Պեպին առել ու պիտի երկրից գնար։ Ինքը գիտեր, որ մեր երազանքն է, իմ ու քուրիկիս երազանքն է ընտանի կենթանին ունենալ ու նվիրեց պապային։ Ասեց աղջիկներից սիրում են, թող ունենան ու հաստատ ավելի լավ ոնց որ կպահեն։ Քանցի ես որ այսքան գամ ու մի օր Մոնիկան իջնում է ներքև, պապան զանգում է Մոնիկային, ասում է իջի ներքև, բան ունեմ տալու։ Սենց ոնց որ կողքի նստարանին հանում է, սենց պապան ավտոմեքենայի մեջ Պեպին հանում է, տալիս է Մոնիկայի ձեռը, Մոնիկան մտածում է խաղալիք է ինչ-որ նապաստակ է կամ ինչ-որ մի բան։ Հետո Պեպի սկսում է շարժվել։ Ու всё, արդեն չկա։ Բարձանում է վերև, ես էլ նստած եմ իմ համար, կարծում հեռուստացույց եմ նայում, բերում է Պեպին, սենց դնում է գետնին ու սենց Պեպին սենց նայում է, սենց աչուկներով իր սենց մեծ սև զեյթուններով, սենց նայում է ուսումնասիրում է ինքը հիմա որտեղ է։ Ու ես ու Մոնիկան գրկել ենք Պեպին ու սկսում ենք լացել։ Ինչ եք գրում։ Ես կարծում եմ 70։ Պատտենք 70 կադրին։ Էլի շատ եմ գրել։ Հա, ինձ թվում է շատ ես գրել։ Արտերկրում ուղղակի շատ են նվեր ստանում։ Այնքան շատ, լավ, չգիտեմ, արի լսենք ճիշտ պատասխանը։ 15% ընտանիքներում ծնողները առնվազն մեկ անգամ նվեր են արել իրենց երեխային ընտանի կենթանի։ Տեսնում ես, ամբողջ աշխարհում փաստորեն Շատ քիչ է։ քիչ է ավելի ցուցանիշը, քան պատկերացնում ենք, բայց ամեն դեպքում այդ էմոցիաները անգնահատելի են։ Այնպես որ անպայման նվիրեք ձեր փոքրիկներին։ Տոնական մի երգով փակենք։ Դե բայց ամեն դեպքում պիտի նվիրես ու սիրվի այդ կենթանին, ոչ թե հետո հայտնվի դուրսում։ Ոնց հիմա կատարվում է Հայաստանում։ Թող քո երազանքը կատարվի, բոլոր կենթանիները եւ անտուն մնացած շունիկները ունենան ապաստարաններ, հատկապես Հայաստանում, որպեսզի մարդու կենթանի կռիվը չշարունակվի։ Բայց ուզում եմ դու զուգահեռ մի բան երգես, ու մենք այս տոնական հաղորդումը դրանով ավարտենք։ Հիմա Կատրինը երգում է եւ մեր այս տոնական երաժշտական հաղորդումը ավարտում ենք հենց այդ նոտաների ներքո։ Ես կվայելեմ, դուք էլ ինձ հետ գնացինք։ I don't want a lot for Christmas. There is just one thing I need. I don't care about the present underneath the Christmas tree. I don't need to hang my stocking. There's a upon a fireplace. Santa Claus will make me happy with a toy on a Christmas day. 'Cause I just Ես հաղթեցի, բայց Կատրինը հաղթեց նաև իր տոնական փոխանցած տրամադրությամբ։ Ինչի ավարտեցիր։ Դու շարունակի։ Դու մինչև վերջ պիտի երգես այսօր։ Երգեմ։ Չէ, լավ, այսքանը։ Կհանդիպենք։ Հաջողություն։ Շնորհակալություն։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։